Ցավալին գիտեք որն է, որ մեր կառավարությունը ենթարկվում է ուրիշին, բայց ինքը իրան չի կարողանում հստակացված առաջ տանել։ Ես այս րոպեին ոչ թե իմ մահի համար եմ վախենում, ոչ, կարող է եւ գիշերը պատերազմը հելնի ու մեր երեխեքն են ափսոս, մեր սահմանի կանգնած երեխեքն են ափսոս։ Արցախին էլ այնքան երեխա զոհվեցին։ 16 թվականին, 20 թվից մինչև այսօր այդքան գերիներ ենք թողել, որ մեկին է հետ բերել, որ մեկին է հետ բերում, որ մեկի հետ բերելու ուղղությամբ աշխատում, ոչ մեկի, ու չեմ վախենում։ Կար ժամանակ, երբ որ ես Փաշինյանին մեծարում էի, ու ես իրան մեղավոր չէի համարում, բայց ես հիմա իր մեղավորությունը այնքան շատ եմ տեսնում, որ բառերով, ապրածս կյանքով չեմ կարող նկարագրեմ։ Եթե պետք է Արցախը հանձներ Ադրբեջանին, ինչի թույլ տվեց, որ այսքան մեր երիտասարդները զոհվեին, մենք տես ինչքան սերունդ հետ ընկանք։ Ինչ էին արել այդ երեխաները իրան։ Ոչ մի վնաս չէին տվել, չէ։ Անմեղ երեխեքը դիրքերում ծառայում էին։ Արյան ծարավ էր։ Ես չեմ կարող նկարագրեմ իր այս քայլերը։ Ինչ նախքիններ։ Ես երբեք չեմ տեսել մի նման լրաբեր, մի հատ հանդիպման ժամանակ այդքան վատաբանում են թե Քոչարյանին, թե Սերժին, ես ոչ մի կողմնակից չեմ, բայց ես նայում եմ, 43 տարեկան եմ, ոնց էլ լինի հիշողությունս չի դավաճանում ինձ, լավ ու վատ տարիների մեջով անցել եմ, պատերազմից պատերազմ անցել եմ, ես այնքան երեխա եմ եղել, որ Շահումյանի շրջանից գաղթվել ենք սարերով, եկել ենք Հայաստան, ու նույնը Արցախից դեպի էլի Հայաստան, բայց չեմ տեսել, որ Քոչարյանը կամ Սերժը Ալիևի հետ ծիծաղալով ոտերները հանեն մզկիթում աղոթեն, չգիտեմ ինչ, ես նման բան չեմ տեսել։ Ինչի ուրախացել ես, որ 5000-ից 6000 երիտասարդ տվել ես իրանց մատաղ։ Ես էդի ճիշտ չեմ համարում։ Դրան էլ չեմ հավատում, որ խաղաղություն կա ու կլինի։ Ես երբեք չեմ հավատում։ Ու ես ամեն վարքյան վտանգը գնալով ավելի շատ եմ մեծ տեսնում, քան խաղաղություն ասած հասկացողությունը։ Ես լավ բան չեմ տեսնում։ Հետևում եմ, նայում եմ, լսում եմ լուրերին, անմիջապես ես էսի ավելնորդ ժամանակ շահել եմ տեսնում։ Ինչ ասեմ, Աստված որ լավը լինի։ Ամենաշատը ես եմ ուզում, որ խաղաղություն լինի։ Ինչի որ խաղաղություն է ասում, որ մի հայաստանցին է հաստատ համոզված, որ Սյունիքով միջանցքը բացվի, Սյունիքը հանգիստ ապրելու է։ Սյունիքում օրը մի հատ երիտասարդ տղա երեխա է կորելու։ Ամեն օր։ Ով է կանգնելու մեջտեղին ասի, էդի տես չի են նենցա։ Ինչի որ Կարմիր խաչը արցախցիներին բերում էր, քիչ ա եղել, որ իրա ձեռից հայ երեխեքին տարել են ու չեն կարացել հետ բերեն։ Կարող է հնե սարիցը հիմա իրիկունը ադրբեջանցին իջնի, մենք էլ 5 րոպեվա բրդուճ ենք իրա համար։ 3 տուն մրխուզա ապրում, 5 տուն Սոֆուլույում։ Այս իմ հարևանս էլ լավ, թող այս ամիսը ստեղ լինի, դեկտեմբերի միջև 10 լինի։ Գնալու է, չէ Սիսյան։ Իսկ ես սաղ ձմեր, այս հենց հագուստով քնում եմ, հելնում եմ։ Սարիցը որ լույսեր եմ տենում, զանգում եմ, մի հատ նայովնիկ ունենք, զանգում եմ, էգո ինչ կա, ախի լույս ասում է ոչինչ, արխային քնի մեր տղեկն է։ Եթե մեր տղաներն էլ չեն, բայց ասում արխային քնի, այ աղջի, շաշ չես, ըստե լավ է։ Ես իմ փորձից եմ ասում, ես ուրիշի տեղը չեմ կարա խոսամ։ Պետք է ապրես, որը զգաս ահու սարսափը որն է։ Պետք է ապրես, որը զգաս, բայց Նիկոլն ինչ ա տեսել, որ էլ հլա ահու սարսափը զգա։ Հերոսացին մայր Աննա Հակոբյանը, թե ինչի համար չգիտեմ։ Ես էլ եմ հերոսացին մայր, 9 երեխա էլ ես ունեմ,
Բայց հիմա հուվախը իմ սրտիս մեջ է։ 9 ամիս իմ երեխեն բլոկադայի մեջ մնաց, միջև եկավ հասավ շրջափակումից էր տուն, լեղից ջուր էր դառել։ Ու ցանկացած մայր է այդ կարգավիճակում եղել ու կա։ Ինչի որ հիմա Հայաստանում երեխեք հետում են ծառայության, որևէ մայր կա, որ հանգիստ գլուխը բարձին ա դնում։ Այդպես մայր չկա ու չի էլ ելնի։ Որովհետև Ալիևը ինքը ինչ ուզում է, ինչին սպասում է, ունենում է։ Այսօր ուզի Հայաստանը Իրանը լինի, վաղը Իրանն է լինելու, բահլը թող Հայաստանի կառավարությունը մտածի, որ այսօր Ադրբեջանը Իրանը կլինի։ Իրանը կլինի, անջախ ասում են իշխանասարը ցուրտ սարա, ինչերների տա պետքը։ Շուշին մռյալ քաղաք է, ձեր ինչին էր պետքը։ Մեր կառավարությունը այդ հականիշ հոմանիշների հասկացողության մեջ են։ Այ որ մի հատ երեխա ունենար շրջափակման մեջ, մի բարեկամ ունենար շրջափակման մեջ, իսկ թվում է տենց արտահայտություն չեր անի։ Այ որ մի հատ հարազատ ունենա տեղ գյուղում, շուրնուխում ապրող թուրքի դեմ դիմաց, այդ նման արտահայտություն չեն անի։ Որ երեխա ունենան ծառայության մեջ, նման բան չեն ասի։ Եղբորս երեխեն 9 տարեկան է, դպրոց հայտում ռուսերեն հարց են տալի պապա, երեխեն չի պատասխանում։ Դասարանից դուրս է գալիս, զանգում են ծնողին կանչում են, հարցս էթում է, դասատուն բողոքում է, որ երեխուն հարցրել եմ պապա, դե հայրեն բացատրի տենան պապան ինչա, երեխեն եկել է մորն ասում է մամ ինչի ես քնացել դպրոց։ Ես պապա ունեմ, որ պատասխանեմ ինչա նշանակում պապան։ Թոյթան Նիկոլին հարցնեն, էլ ինչ ասես, ու նման հարցեր շատ կան։ Ասում ես, ոնց կարաս դու թուրքի հետ, դու իմանաս քո երեխուն մորթել է ու դու իր հետ ապրես։ Դու իմանաս քո աղբորը սպանել է, մաշկել է գառան նման, դու իր հետ ապրես, չես կարա ապրես, կյանքում երբեք։ Այս սենց հայաթափելու է Հայաստանը տա ադրբեջանցիներին։ Մեր կառավարությունը ենթարկվում է, նրա բռունցքը երկաթի որ տեսնում ես, խիչը պտի ենի խոսային, ինչ ուզում է, ինչի մասին երազում է, ունենում է։ Որովհետև գիտի, որ հայը երբեք իր հետը չի ապրելու, Արեմեցյան Ադրբեջանն է։ Դե թող Հայաստանն ասի Արեմեցյան Ադրբեջանը Հայաստանն է։ Դե տեսնամ կարա, չի կարա։ Մենք այդքան ուժեղ չենք, որ մենք պայքար տանենք, ինչքան էլ ուժեղ ունենանք, մեր կառավարությունը շատ թույլ է, շատ։ Տեղել է, ասել եմ օրինակ, ասում եք դավաճան, քարոյա պատերազմը մեզի ականատես, այն ժամանակ էլ Խոմնիկոլ չի եղել։ Բայց հիմիկ վա իրա այս արարքները, ես էլ չեմ կարող նկարագրեմ։ Քարոյայի մեջով էլ ենք անցել, բայց մենք սենց չենք եղել։ Քարոյայի մեջով ես չեմ մտածել, որ պետքա իմ տունս թողեմ, թեկուզ մի ժամով մինչև Գորիս հասնեմ։ Կարկուտի պես թափում էր երկինքից գիշեր ցերեկ։ Այսպես նստում էի, ասում էի Տեր Աստված, գոնե երեխեքիս կարամ հանեմ գյուղից։ Այդ կարգի ապրել եմ։ Բայց էլի չեմ ուզել Արցախից դուրս գամ, մեզի զորով են հանել մեր տներից։ Կամավորներն են մեզ հանել, երեխեքին հանեցին, մեզ որ ասեցին ընդամենը մենակ թղթերը վերցրեք, մեկ էլ քիչ անհրաժեշտ իրեր։ Ինձ որ ասել են Երևան եք ձեզ տանում, ասել եմ ոչ։ Մեզ շաքի պոստում կիչացնեք, դուք ձեր մեքենաներով ուր ուզում եք կեթակ, բայց ապրեն մալաջեց իրանք վիրավոր մեզ բերել են գյուղ ու իրանք գնացել են, բայց էլի չեմ կար ասեմ ու չեմ էլ պատրաստվում ու չեմ էլ տեղավորվում, որ օրերից մի օր կարող է ինչ որ մարդ լինի, որ իրանց երեխեքի մոռանան, ուրանան, ադրբեջանցու հետ ապրեն, առուծախ սանեն, առաջվա պես ապրեն։ Նման բան չի կարա լինի։